Հարուցյալ Քրիստոս Հիսուսի բատվական անունով գխոնարինք, գերգրբակենք քեզ փարած Աստված, Ապա Հայր։ Նրա հարությունով մենք էլ մեր մեղքերի մեջ, որ մերած էինք, մեզի հարություն առնել տվեց։ Մենք էլ հարուցվեցինք։ Եվ ահավասիկ Հայր, քո եկեղեցին, փրկյալներդ, մերելներից, մեղքից հարություն արածներս, այստեղ ենք դեր հրճագելու փառավոր հարությունդ եւ այն հարությունը, որ մեր կյանքերում տեղի ունեցավ։ Կքոհանանք քեզ, մի Հայր, փառք կուտանք քեզի, որուն արժանի ես միայն եւ միայն դու։ Հայր, այս արավոտ այստեղ ենք հիշադակելու, դոնագադարելու եւ հրճագելու Քրիստոսի փառաբանց հարությունը մերելներից։ Մեր հավատքի սույնը, մեր հավատքի հաստատությունն ես։ Բայց դեր եւս երկրի վրա ենք, դեր եւս շրջապատված ենք մարդկանցով, շրջապատված ենք մեղքի փորձություններով եւ այն ամեն օրվա մեր մարտահրավերն է։ Դեր մեզ գանչել ես փրկության, կավության եւ սրբության կյանքն ապրելու։ Այս բոլորի անդերձ մարտահրավերն մնում է նույնը։ Աղոթք է Հայր այս արավոտում, որ հարությանդ փառավոր զորությունը ներքործի մեր ներսիթին եւ սրբությունը գադարելակործվի մեր մեջ։ Դեր նաեւ քո առաջ ենք ծնգաչոք, ոտնգայց, ինչպես սորենք։ Մեր բոլոր հարցերը, նյութերը քո առջևդ կբերենք։ Դեր քո հպման գարիքն ունենք այս արավոտ։ Դեր հպվիր մեզ քո աջ ցերքով եւ քո մեկ հպումը հրաշներ կարող է կործել։ Քո հպումը դեր կարող է մեր կյանքում կոյացած այդ բոլոր խնդիրները, խոչընդոտները չեզոքացնել։ Եվ նաեւ դեր, եթե նույնիսկ մեր կյանքերում շարունակվին մնալ, այդ բոլորը դեր մեր աղոթքն է, որ հարությանդ զորությունով զորացած կարողանանք հաղթահարել այդ բոլորին։ Դեր քեզի գնայինք այս արավոտ, մեր աչքերը քեզի կհայցեն։ Դեր օգնիր մեզ, օրհնիր մեզ, զորացրու մեզ, ընդարձակիր մեզ եւ փառավորվիր քո եկեղեցում, որուն արժանի ես անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական տարերում։ Ամեն եւ ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց։ Ամեն։ Ամեն գողջունեմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, նոր թեմքեր կտեսնեմ, նոր անհատներ եւ Աստուծո անունով եւ Փասեդինայի հայնազովրեցի եկեղեցու անունով գողջունենք ցես բոլորին։ Ուրախ ենք, որ այս արավոտում որոշել եք մեզ հետ անցկացնել հարության դոնի այս պաշտամունքը եւ ձեր ներկայությունը հավատացեք մեզ համար օրհնություն եւ քաջալերություն է։ Բարի գալուս բոլորի, Տեր օրհնելով օրհնե մեզ։ Աստծո խոսքը մի համար պիտի ընթերցեմ Ղևտացոց 14-րդ գլխի 4-րդ համարը։ Ղևտացոց 16:4 Գդավի Սուրբ շաբիկ պիտի հագնի քահանայապետը եւ իր մարմնին վրայեն գդագե վարդիկ ու իր մեջքը գդավե քոդի գաբե եւ իր գլուխը գդավե խույր թողտնե։ Քահանայական գդավե խույրը հանդերձը, որ Աստված պատվիրել էր։ Բայց մինչ այդ երեք օր առաջ ամբողջ աշխարհը խավարի մեջ գործվեց։ Եվ անոնք, որոնք ավակ հինգշաբթի մեզի հետ էին, մենք տեսանք Աստծո խոսքից, թե ինչպիսի խավար էր,
քիշեր էր, մութ էր այդ երեկո, ոչ աշխարհը խավարեցավ։ Հիսուսի մարմինը խաչի վրա գոդրվեց, ոչ ոսկորը, այլ մարմինը, որտև Սամուս 2-ում գսե, անոր ոչ մեկ ոսկորը պիտի գոդրվի, անշուշտ ասոր մեջ խորունգ իմաստ մգա, ոսկորի մեջ արյան ծուծի շրջանառությունն է կատարվում, և չպետք է ոսկոր մը գդրվեր, այլ միայն մարմինը, ադոր մասին ուրիշ հարետով գխոսինք, ինչու համար ոսկորը ոչ։ Հիսուս խաչի վրա կանգնեց, ըստ երևույթի փորձեցին Հիսուսի խոսքը լրացնել։ Իր հետևորդները գրեթե բոլորն էլ ցիրուցան եղան եւ փրկիչը մեր իր մահից ետ զինք դրեցին վարձված քերեզմանադան մեջ։ Հիսուս քերեզմանադուն չուներ, վարձու առնված քերեզմանադուներ։ Ինչու, որովհետև մենք գիտենք, որ քերեզմանադները նրա համար են, որ մեղավոր մարդիկը թաղեն, քերեզմանադունը ցույց կտա մեր մահկանացիությունը, այդ Հիսուս չուներ մեղք, Հիսուս իրեն համար քերեզման ունենալու գարիք չուներ, այլ վարձված քերեզմանադան մեջ տրվեց։ Երկինքը լուր էր, աշխարհը գարդես հաղթանակ դարավ, գարդես ամեն բան գործվեց, հույսը, հավատքը, ամեն բան գործվեց, ակնկալություններ։ Բայց երրորդ օրը գիրագի հասավ, մեկշաբթի օրը քարը քլորվեց, երկնքի ճանապարհը բացվեց, զոհը ընդունելի դարձավ, մեղքը հաղթվեց, քերեզմանը բարդվեց, սատանան գործանվեց, վախը արմատախլվեց, որտև գիրագի էր։ Մեղքից արդարացվեցինք, թադաբարդությունից ազատագրվեցինք, գենաց քրքում արձանագրվեցինք։ Գիրագի է, գարունը բացվեց, հույսը ձածանվեց, ապագան բայցարացվեց, հավատքը արմատավորվեց, խոստովանողը արդարացվեց և արդարը Հիսուսով ընդունվեց։ Իհարկե, գիրագի էր և սերը հաղթեց, շնորհքը հայտնվեց, Հիսուս թագավորեց, հարուցյալ Քրիստոսը փառավորվեց։ Սա սովորական գիրագի մնը չէր սիրեներ, սա հարության գիրագին էր, որը աշխարհի ոչ պատմությունը և ընթացքը արմատական փոփոխության ենթարկեց։ Եվ որովհետև նա գաբրի այլևս քերեզմանը մեր վրա ուժ չունի, արդյունքները քո կյանքի վերջին հանգրվանը չեն, այլևս վերջին խոսքը մեղքինը չէ, որովհետև նա հարյավ, բոլորիդ հրավիրում եմ այս առավոտ հարության գիրագին, որտեղ մահը բարդվեց, խորտակվեց և կյանքը հաղթահարեց, Քրիստոս հարյավ իմերելոց։ Ամեն և ամեն, ամեն և ամեն։ Հիմա կան քահանայապետի գդավին։ Ըստ Մովսեսական քահանայապետական կամ քահանայապետների համար նախադեсված քավության օրվան ինչ էր գոչվում Յոմ Քիփուր, սրբության օրն էր, դարի մեկ անգամ տեղի կունենար, քահանայապետը պետք է մտներ սրբության սրբոցը և գսե պետք է գդավե հանդերձ հագնել, գդավ։ Եվ սրբության սրբոցը պետք է մտներ դարին մեկ անգամ, ինչու համար ոչ ժողովրդի մեղքերի քավության համար։ Եվ ինչ քահանայապետը
սրբության սրբոցը գմտներ, գդավե հանդերցահակած, իր կոդի մեջքին գդավե կոդին դրած, դուրսը կավիտում ժողովուրդը, ամպոչ ժողովուրդի ամպոխը ագնգալությամբ գսպասեին քահանայապետը, թե երբ է դուրս գալու։ Հիմա, եթե քահանայապետի գադարած աղոթքը եւ ներկայացումը ընդունելի չլիներ, շատ վատ կլիներ ժողովրդի համար։ Բայց ընդունելի լինելու դեպքում քահանայապետը դուրս էր գալիս եւ ժողովրդին բացակայում էր, կավված է, կավությունը ընդունված է եւ ոչ ժողովուրդը դրսում ցնծությամբ բացականչում էին եւ մի քեֆ ու մի ուրախություն էր տեղի ունենում։ Բարձրացային գդարված կավությունը եւ քահանայապետի ողջ դուրս գալը գդոնակադարեին, որով եթե ընդունելի չլար, քահանայապետը կմերներ ներսում, դեղվույն վրա։ Բայց ողջ գենթանի շունչը իր ռնկունքներում դուրս գալը, այսինքն մերելներից հարություն առնելը գդոնակադարեին, այդպիսի հավասար էր, ողջ երբ որ քահանայապետը դուրս գար, որպես մեկը մերելներին հարուցանեց, որով աղնկալուց կսպասեին, պիտի դուրս գա, եւ այսպես դարին մեկ անգամ, ամեն դարի մեկ անգամ ասիգա պետք է գտնվեր։ Մանշուշտ այս բոլորը Տեր Հիսուս Քրիստոսի մեր մեծ քահանայապետի գադարած փրկագործության նախատիպը կնկարագրե։ Հիսուսը իրականն է, այս բոլորը շուկն են, shadows, symbols, pictures։ Տեր Հիսուս Քրիստոս ոչ աշխարհի մարդկության համար գդարվելիք փրկագործության համար խաչը բարձրանալիս զինք իր քահանայապետական հագուստից մերգացուցին եւ զինք քերեզմանադունը եւ որդրին գսե գդավե հանդերձով փաթաթեցին գդավե հանդերձով փաթաթեցին որպես մեծ քահանայապետը եւ որպես զվարակ վարակույրի յետին գտնվող սրբության մտավ Հիսուս եւ իր արյունը հավիդենական ուխտի դաբանագի վրա սրսկեց։ Այս ամեն մեկ արդայդությունները, որ կատարեցի, առանցին պատգամներ, սերդողաշարք մնեն, մտքեր, խորհուրդեր են եւ թե ինչպես այս բոլորը կարող ենք իրար գաբել, բայց հիմա արագ անցնենք վրան։ Մինչ Քրիստոս քերեզմանադան մեջ էր, գդավե հանդեցներով բադված քերեզմանը տրին իրեն, ողջ աշխարհը մեծ ագնկալությամբ եւ հետաքրքրությամբ գսպասեր մեծ քահանայապետի պատասխանին թե արդյոք դուրս պիտի գա մեր մեծ քահանայապետը քերեզմանից թե հոմ մահացած պիտի մնար եւ միայն դուրս գալ է ետքներ որ քավությունը Աստուծո առաջ ընդունելի պիտի համարվեր Եվ Քրիստոս երրորդ օրը մերելներից հարություն առնելով դուրս եկավ որպես մեր մեծ քահանայապետը եւ ոչ աշխարհին հայտարարեց ասելով քավությունը գադարված է Հայր Աստված հաստատեց ընդունեց եւ գնքեց ձեր արդարությունը Հռոմեացիս 4:25-ի մեջ նայեցեք ինչ կսե սիրելիներ Մեր հանցանքներուն համար մատնվեցավ
մատնավեցավ գսե Հուդայի արարքը գեի շադագե ուրիշ նյութ է մատնավեցավ վաճառվեց էժանակին մի խոսքով խաչվեց քերեզմանը դրվեց եւ գսե մեզ արդարացնելու համար Քրիստոս հարություն արավ գիտեք սիրելիներ Քրիստոսի աստվածությունը իր հավիդենական աստված լինելը մարդեղանալը գուսե ծնունվիլը սուրբ արդար մաքուր հրաշներ գդարող գյանք ապրիլը երկրի վրա խաչվիլը չարչարվիլը քերեզման դրվիլը այս փոլորը եւ ավելին ոչինչ էր լինելու մեզ համար եթե հարություն չառներ Եթե Քրիստոս հարություն առաջ չլիներ, առաքյալը գսե, այդ բոլորը ոչինչ էր եւ մեր հավատքը գսե բարապ է եւ մենք գսե աշխարհի ամենից խղճալի մարդիկը պիտի լինեինք։ Բայց ճշմարիտ է, թե Քրիստոս հարություն արած է եւ նա հարություն արավ մեզ արդարացնելու համար։ Ես այն նոր ասեցի, նորից հիշատակեմ, որ մեր մտքում թար մնա, ինչ է նշանակում արդարացնել։ Այսինքն մենք նույնիսկ Տերոջ շնորհքով, երբ որ մի օր հայտնվենք երկնքում, ոչ ապակա հավիտենականությունում շարունակելու ենք մնալ արդարացված մեղավորներ։ Արդարացված մեղավորներ ենք։ Եվ ճիշտ այս էր պատճառը, որի համար այսօր մեր սրտերը ուրախությամբ ցնծում եւ ուրախանում ենք։ Ճիշտ այս է այն պատճառը, որի համար այս առավոտ շատերս առավոտ շուտ զարթնեցին 4:30-ին եւ այլն 6-ին, որովհետեւ վազենք փնության քրգում եւ դոնագադարենք, հրճագենք Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հարությունը։ Մեր մեծ քահանայապետը Տեր Հիսուս Քրիստոս գդավե շաբի գահակած սրբության սրբոցը մտավ եւ իր հակած գդավե շաբիգը գսե Աստծո խոսքը Հովաննու ավետարան ձալված վիճակում քերեզմանում թողնելով երրորդ օրը քերեզմանից դուրս հարություն արավ եւ գրգին իր քահանայապետական ջող փառավոր եւ խորհրդավոր հանդերձ հագնելով հայր Աստուծո գահի աջ կողմը բազմեց ինշան գդարված փրկագործությունը ընդունելու եւ հաստատված գդարելագործված լինելուն Մայ մինուտս ոչ թե Քրիստոսի ֆիզիկական եւ փարացի մերելներից հարությունը աբացուցելու մասին է, այլ Քրիստոսի ֆիզիկապես մերելներից հարություն առնելու մասին դեղեցություն տալն է, հրճագելն է, հայտարարելն է։ Եկել ենք ցեզ ասելու, որ ավետելու, որ հրճագելու եւ վկայելու, որ Քրիստոս հարություն արած է, ըստ Գործկարաքելոց 10-րդ գլխի 40-ից 43 համարները գսե Աստված զանիգա երրորդ օրը հարուցանեց եւ հայտնի եղավ զանիգա ոչ թե բոլոր ժողովրդին, հապա մեզի նախաբես Աստուծմե վկա լինելու ընդրվածներուս, որ իրեն հետ գերանք ու խմեցինք ու անոր մերելներեն հարություն առնել է ետնալ։ Սամոս 16:9 գսե վասնզի իմ անձս քերեզմանի մեջ պիտի չթողուս ու քու սուրբիտ աբագանություն դեսնել պիտի չդաս Հոսարակյալը գսե մենք երրորդ օրը որ Աստված Քրիստոսին հարություն առնել տվեց գսե մենք անոր վկաները լինելու կանչված ենք չենք փորձելու աբացուցել քիդական եւ դարբեր մոդեցումներով թեև կարևոր են դրանք կարևոր են Բայց առաքյալը գսե մենք որպես վկա։
որ մենք վգանով եմ մարտիրիա, մարտիրոս նահադակն է, մարտիրիա վգայությունը, ամենս գմարտիրոսվին, անոնք որոնք գվգայեին, երկար խոր իմաստուրի հունարենում, անոնք որոնք Քրիստոսի մասին վգայեցին, մարտիրիա դվեցին, անոնք մարտիրոսվեցան, մարտիրաս եղան, ուրեմն արակած մենք վգաններն ենք, մենք հրճագողներն ենք, մենք բատմողներն ենք, հիմա գահավադաս կամ ոչ, քո պատասխանատվության ներքո նաև գինա։ Դեր Հիսուսի փարացի պատմական եւ ֆիզիկական մերելներից հարությունը ցույց է տալիս Հայր Աստուծո գոհունակությունը իր որդու գադարած փրկագործության վրայով։ Այս եթե Հայր Աստված չհաջեր գադարված փրկագործության ցևը, ոճը, նվիրումը եւ այլն հարություն առնել պիտի չդարիր որդուն։ Հոնքերեզմանի մեջ պիտի մնար։ Բայց հարություն առնելը ամենակարևորն է, որ նա Հայր Աստուծո առաջ ընդունելի ցևով բադարակը մատուցանեց։ Ինչպես որ քահանայապետը ներս կմտներ ժողովրդի համար դարի մեկ անգամ եւ դուրս գալը կնշանակե որ Աստված ընդունեց քահանայապետի գադարած քավությունը ժողովրդի համար եւ իր համար այդ բարակայում, բայց այս բարակայում Աստված ընդունեց քահանայապետ Հիսուս Քրիստոսի գադարած քավությունը աշխարհի մեղավոր մարդկանց, ուրեմն Աստված գոհացավ այս էր։ Էլ չգար ոչ մի ավելորդ բան, որ պետք է անեմ մարդուն փրկությունը ցույց տալու եւ հասանելի դարձնելու համար։ Քրիստոնեությունը փլուզման ենթակա լինելու կամ գանկնած մնալու երաշխիքը Քրիստոսի թադար քերեզմանն է։ Իր հարությունն է, առանց թադար քերեզմանի չեր կարող նույնիսկ քրիստոնեությունը գոյություն ունենալ։ Անգլերեն շատ գեղեցիկ արտահայտություն մը գսեմ The resurrection of Jesus Christ is the hinge on which the church hangs on. Քրիստոսի հարությունը այն դռների երկու բռնակներն են, ոչ թե բռնջը, այդ որ դուրը վրան կգաղվի, որու վրա եկեղեցին կաշխատի, կգաղվի կամ ամուր կգենա։ Հարությունն է Քրիստոսի եկեղեցու քոյացման պատճառը եւ նաեւ նպատակը։ Քրիստոնեությունը աշխարհում քոյություն ունեցող բոլոր գրողներից դարբերողը եւ զինք ավելի վեհ անողը իր մերելներից հարություն առնող Աստծույն մեջ է կայանում։ Աստծույն մեջ է կայանում։ Աստված մերավ, հարություն առավ։ Կարծեմ Սամոս 47-ը 1-7-ն այդպես գսև Աստված ցնծությունով վեր ելավ Քրիստոսի հարության մարգարեություն մներ սա եւ գսև Աստված ցնծությունով վեր ելավ։ Գիտեք որ Հիսուս Քրիստոս Աստվածն է։ Ասոր մասին մի օր գսերդենք Քրիստոսի Աստվածությունը։ Մարդ Արարածի հոգու փրկության երաշխիքը Դեր Հիսուս Քրիստոսի փարացի պատմական եւ ֆիզիկական մերելներից հարության մեջ է գայնում, որը Հռոմեացիս 19-ն ճիշտ այդպես կսե։ Վասնզի եթե քու բերնովը Հիսուսը դեր խոստովանիս ու սրդիդ մեջ հավատաս, թե Աստված զանիգա մերելներեն հարուցանես, պիտի փրկվիս։ Փրկվելու համար միան լոկ դեր մեղավոր եմ, ողորմիր ինձ, գթա ինձ, դա միայն բավարար չէ։ Այդ բոլորի խորքում պետք է լինի հավատ որ Աստված
Քրիստոսին մերելներից հարություն արած է, որը շատեր կան սիրին է, ցավոք սրտի փորձառությունը ցույց կտա, որ շատեր աղոթած են, գարես մերած Աստուծո մը կաղոթեն։ Կամ աղոթ կնել է վեճ այնպիսի կյանք մը գաբրին, որ գարես մերած Աստուծո համար գաբրին։ Այսինքն չեն անդրադառնար, որ իրենց գենթանի Աստուծուն են նվիրել իրենց կյանքերին, բայց ապրած կյանքը դա չի աբացուցում արդացոլում։ Մերելներեն հարուցանեց, եթե գահավադամ գփրկվիս։ Այո, խավարի իշխանության զորքերը փորձեցին Հիսուսը քերեզմանադամ մեջ փանդարգված բահել, իր վրա քլորելով 2 տոն, մոտավորապես այդպես կսեն պատմաբաններ, 2 տոն կգշրեր այդ քարը, եւ չանացին առավելակույնս անել, որ չեզոքացնեն նրա ազդեցությունը եւ հիշադակը։ Բայց երրորդ օրը աներևակայելի իրադարձությունները սկսեցին տեղի ունենալ։ Երրորդ օրը քարքարոտ հողի խորքում սանված սորենի հադիկները մեռնել է ետ իրենց ծագումը սկսեց։ Գենթանության հասկերը սկսեց երևնալ։ Երրորդ օրը եթե մի բարդեզում գործանված հույսը վերագենթանացավ։ Երրորդ օրը եթե մի բարդեզում մեռած մարդը իր վերստին ծնունդը ստացավ։ Երրորդ օրը եթե մի բարդեզից արմադախլված 2 փուրումնավետ ձաղիկները գրգին իրենց բարդեզում դնգվեցին եւ սկսեցին իրենց անուշափույր հոդը սփռել մերելներից հարություն առնելով։ Երրորդ օրը եթե մի բարդեզում գդարված աստվածային խոստումն ու մարգարեությունը ամփոփչացվեց, Պրոտոէվանգելիոն գսեն Ծննդոց 3:15 առաջին ավետարանն է, որ ժամանակ երբ որ Աստված օծին հանդիմանեցալով վասը հանդիմանեց, հետո մարգարեություն մտավ վասնզիտուն գնոջ սերունդից եկածին քարշաբարը պիտի խայթես, բայց անիգա քո գլուխը պիտի չախչախե։ Սատանան եկավ Հիսուսի քարշաբարը խայթեց, Հիսուս ջան ջախջախեց սատանայի գլուխը, ջախջախված է նա, ջախջախված է, դե փորձեց, հոմբայը ջախջախեց Հիսուս, եւ Ծննդոց 3:15-ի մարգարեությունը իրականություն դարձավ։ Երրորդ օրը եթե մի բարդեզում հաղթող գարձեցյալ հին օծը փանսարգուն սատանան ամոթալի եւ խայդարակ բարդության մատնվեց։ Իմ ամենասիրած համարներիցս մեկը Գողոսացիս երկրորդ գլխու մեջ կգարտան Գողոսացիս 2 գսե, որ գսե 13-ից եւ ցեզ որ ադենմա հանցանքներու մեջ ու ցեր մարմնի անթլփադության մեջ մերած էիք գենթանացուց անոր հետ մեր բոլոր հանցանքները ներելով մեզի ու հրամաններով հաստատված բարդամուրհագը, մենք բարդմ ունենք, բարդամուրհագը բարդն է, մենք, աստվածին սա մեղքին վարձկը մա է, Հռոմեացիս 3:23, Ծննդոցի մեջ նույնը կտեսնենք, որ մենք մեղք գործեցինք, ինչ է մեր բարդկը, մա, հիմա Հիսուս երբ որ խաչի վրա ելավ, այդ մեր բարդամուրհագը մենք որ մեղ գործած էինք եւ բարդմ ունենք, պետք է բոլորս մեռնենք, այդ բարդամուրհագը վերցուց սատանայի ցերքից եւ խաչի վրա կամեց, գսե ու հրամաններով հաստատված բարդամուրհագը, որ մեզի հագարակ էր, ջնջեց, մեջտեղից վերցուց ու խաչապայտին վրա կամեց։ Եվ իշխանություններն ու բեդությունները մերգացուց
ու հայտնաբես խայդարագեց հաղթելով անոր Քրիստոսով։ Հիսուս Քրիստոս երբ որ խաչի վրա էր մեր գացուցին զինք, բայց Աստծո խոսքը ուրիշ բան գսե Քրիստոս երբ որ խաչի վրա բարձրացավ, բեդությունները, իշխանությունները, դիվային աշխարհը, սատանան, հին օծը, փանսարգուն, որ անոնց գսե մեր գացուց։ Քրիստոս բարդամուր հագմեր խաչի վրա կամեց։ Երորդ օրը եթե մի բարդեզից դուրս վրընդված գինն ու մարդը գրգին եդեմի բարդեզ վերադարձան Եվան եւ Ադամը Եվայի մեղքի պատճառով, այսպես որ գսե գինը առաջ մեղանիվ, անոր պատճառով եթեմի բարդեզն վրընդվեցան, չէ՞, ծննդոցի մեջ։ Հիսուսի հարության ժամանակ ոչ թե Եվան, բայց Մարիամը նորեն բարդեզ գուքա։ Ինչու բարդեզ բառը օգտագործեմ, որովհետև զարմանալի չէ, թե ինչու Մարիամ, երբ որ Տիրոջը տեսավ, ասավ, դու բարդիզբանն ես։ Բարդիզբան, որտեղ են բարդիզբան, արդայդությունը գնե Մարիամը։ Դու բարդիզբանն ես։ Ես կսեմ այո, Հիսուս նաև բարդեզբանն է, Հիսուս նաև բարդեզբանն է։ Երորդ օրը, քիչ հետ կգանտրատարնամ, երորդ օրը, եթե մի բարդեզում մարդ Աստված մերած, խզված հաղորդակցությունը Քրիստոսի մերելներից հարություն առնելով, ետ այդալ հարություն առավ։ Եվ մենք հիմա կարող ենք Աստուծո հետ անմիջական կապ ունենալ, թեև Հիսուս Քրիստոսի միջնորդությամբ կամ բարեխոսությամբ։ Երորդ օրը Հիսուս մերելներից հարություն առնելով ցույց կտա, որ մահը հաղթության մեջ, այսինքն Քրիստոսի դարած հաղթանակի մեջ հոնընկղմեցավ, խորտակվեց, մահվան բերարից բղբչակների ելավ, խեղտվեց, որովհետև այնպես մենք մահից չենք վախենալ, մահից չենք վախենում, Օմար Ալակյալը գսե, ուր է ով մահ քու խայթոցդ, ուր է ով քերեզման քու զորությունդ, էլ վերջ, արդեն Բողոս Արաքյալը ասպարեզ կգարտա մահվան և քերեզմանի դեմ։ Ոչ թե որ ինքը ինչ-որ մի հատ ուժ ստացավ, այլ որովհետև իր դերը, մեր դերը մահվան և քերեզմանի խայտոցն ու զորությունը ոչնչացրեց։ Այլևս մահը Քրիստոսի հետևորդի վրա վերջին խոսքը չունի։ Անոմար Սամոս 2-ի մեջ կսե երանելի են նրանք, որոնք Քրիստոսով, հայտության մեջ ալ գսե, հայտության մեջ է, Քրիստոսով գնանչեն։ Իսկ 5 դագարի մեջ կսե, երանել են Աստուծո առաջ իր սուրբերի մահը։ Ննջել գսե։ Ուր որ ննջել բառը գոկտագործ է, կնշանակի այդ խոսքը ուղղված է փրկված մեղավորին, արդարացված մեղավորին, Հիսուսի հավատացողին, որ մենք կննջենք, ննջասենյակ կդանի Աստված մեզ, կսե մշիկ հոսքնի, շուտով գալու եմ քեզ զարթնացնեմ, դանից հայդիկի մոտ տանիմ քեզ։ Մեղավորներն են, որ մահանում են, հավատացյալները ննջում են։ Հիմա հարությունը միայն Հիսուսի համար չէր, այլ հարությունը նաև մեզ համար անհրաժեշտ էր, որ Աստծո գսե Հռոմեացիս 6:4-ի մեջ շատ հետաքրքրական արտահայտություն մգնեմ։ Հռոմեացիս 6:4 գսե Աստծո խոսքը, Հռոմեացիս 6:4 գսե անոր հետ թաղվեցանք մգրդությունով մահվան համար, որբեսի ինչպես
Քրիստոս հոր փառքովը հարություն առավ մերելներեն, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ մտածենք։ Քրիստոսի հարություն առնելը անհրաժեշտ է մեզի հոգևոր եւ ֆիզիկական հարության համար։ Օր հիմա եթե հավատացյալը ննչի, մի օր ֆիզիկապես հարություն մի դառնա, որովհետեւ իր դերը հարություն առավ, բայց նաեւ երբ որ գաբաշխարենք, մերած կորձերից հարություն գարնենք եւ հարուցյալ կյանքը գաբրենք երկրի վրա։ Երրորդ օրը Քրիստոսի հարությամբ մարդկությանը մերած հույսերը հարություն արին։ Մահվան վախի մեջ ապրող կյանքերը գենթանացան։ Մեղքի գաբանքներով գաբված քերիները ազատություն վայելեցին, հայտնություն մեկի մեջ կտեսնենք ասիկա, վասնզի Հիսուս կսե հարություն առնելով իր մոտ վերցրեց կսե թժողքի ու մահվան բանալիները Հիսուսի մոտ է։ Hello, սատանա միջի մատ կոմոդ էին, դու բահում էիր դրանց։ Հիսուս կնած, շապադորը ուր էր Հիսուս, գիտեք, դա ուրիշ նույթ է, շապադորը, երեք ուր էր Հիսուս։ Սանթարամեդականներուն կնած, անտունթը կնած, թժող կնած, ոչ թե գրագերիչ, Պետրոս Սարակյալը գսե, և գսավ, կնած 5 դագարանի սուրպերուն գսե, ուրախության լուրը գսե, Էվանգելիսեն հայդարարեց, ավետարանեց։ Ետ մյուս դիպարտմենտը կնած, որ դե դիվային աշխարհագար, հոնդե գսե քարոզեց, քիրիքսեն, այսինքն հրճագեց իր հաղթությունը։ Եվ գսե 5 դագարանի սուրպերը դեղափոխեց հոր մոտ, որև խաչի մոդի ավազակն ադիկա գմատնանշե, և գսե սադանային հրճագեց իր փարավոր հաղթությունը և բանալիները վերցրեց իր մոդից մահվան և թժողքի և գսե իմ մոտս է։ Դուք ազատ եք, քերիներ, գերիներ, դուք այլևս ազատ եք, դու այլևս գարիկը չունես գերի մնալ մեղքի, սադանայի, մահվան և հավիտենական թադաբարդության։ Ես չեկա, որ թադաբարդեմ ըսավ Հիսուս, այլ եկա, որպես ձեզ փրկեմ, թադաբարդությունից ազատագրեմ։ Մահից ետք հավիտենական կյանքի խոստումը երաշխավորվեց Քրիստոսի հարությամբ եւ մարդուս ներսիտին մերած աբագանված աստուծո բատքերը, որ գեշ դքեղ էր, հարությունը ստացավ եւ հիմա Հիսուս նորից գսկսի դաջել աստուծո բատքերը իմ եւ քո դեմքի սրդի հոգու մարմնի կյանքի վրա։ Քրիստոսի համար արդեն հարություն առնելը մեջ Քրիստոսի համար հալածվիլն ու նախադվիլը իմաստ ստացավ։ Քրիստոսի հարությամբ ոչ միայն Աստված մարդ Աստված հարաբերությունները այսպես վերագանքնվեցին եւ շիդակ հարթակի վրա դրվեցին, այլ նաեւ մարդ հարաբերությունները սկսեցին ճշգրիտ հարթակի վրա լինել։ Նորմալ արակյալը գսե, եթե դու ասես որ Աստված գսիրեմ, բայց եղբորդ քրոջս չես սիրեր, փուչի այդ սերը գսե։ Ես ով էի, որ դու ինձի սիրեր կամ հարգեիր։ Կամ դու ով էիր, որ ես կամ մենք իրար սիրեր հարգեինք, կողքի նստեինք, համերաշխությամբ ապրեինք, իրար աչակցեինք, իրար օգնեինք, իրար բարձրացնեինք, իրար գնահատեինք, իրար սիրով ով էինք մենք։ Քրիստոսի հարությամբ է, որ մարդ Աստված հարաբերությունը երբ որ սրբակրվեց, մենք հասկացանք մարդու արժեքը եւ սկսեցինք ըստ այնմ իրար հետ վերաբերվել։ Ավերակների վերածված եթեմի բարդեզը գրգին իր բարդիզբանին ընդունեց։ Եվ ահավասիկ այս նոր բարդեզբանը Հիսուս Քրիստոս նորեն գուքա ոչ այդ ֆիզիկական եթեմի բարդեզը, այլ քո սրդի բարդեզը։ Եվ գսկսի փուրումնավետ զաղիկներով, արաքինություններով զարդարել այն, իր բարդեզը ետ ընդունեց մեր սրդերը։
Ինչպես ասեցի, զարմանալի չէ, թե ինչու համար Մարիամ Մագդաղենացին Մարիամը Հիսուսին բարձրացման կանչեց։ Հովանու 20:11-15, որով նա իրոք բարձրացմանն է, ով գործանված, գործված, ավերակների գույդի վերածված մեր կյանքերն ու բարձրները գա վերականգնե եւ իր եկեղեցին կգառուցի այնտեղը։ Քրիստոս այն բարձրացմանն է, ով քո կյանքում, քո ընտանիքում, քո նկարագրում, քո սրտի բարձրում, քո մտքի այգիներում, քո երևակայություններում, քո եւ իմ բնությունում գեղեցիկ եւ բուրումնավետ արաքինություններով է օժտում, զարդարում եւ քեղեցկացնում։ Կողոսացիս 1-3 համարներով ավարտեմ սիրելներ։ Կողոսացիս 3-1-3 նայեցեք ինչ գեղեցիկ կսե։ Արդ սա ինչ որ հիմա մենք լսեցին, ես լսեցի, այս իգա գոչն է։ This is the call, գոչն է։ Արդ այսինքն այս բոլորը լսել է, սերդել է, ընդունել է վեճ, արդ այսի հիմա Եթե Քրիստոսի հետ հարություն արած կհամարես քեզ արիք, ուրեմն վերի բաները փնտրեցեք, ուր Քրիստոս գնստի Աստուծո աջ կողմը։ Վերի բաներուն վրա մտածեցեք, ոչ թե երկրի վրայիններուն, որովհետև դուք մերակ եւ ձեր կյանքը բահված է Աստուծո կով Քրիստոսի հետ, երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այնադեն դու գալ անոր հետ, վաու, փառքով պիտի հայտնվիք։ Հռոմեացի 3-ի մեջ կսե, վասնզի բոլորս մեղք գործեցինք ու Աստուծո փառքից բագասեցինք։ Հիմա Հիսուսոս ինչ կսե հարությունեն վերջ, կսե փառքով պիտի հայտնեմ ձեզ Աստծո առաջ։ Չեմ իմանում ինչքանով ենք ընկալում, հասկանում փառքով գոժդե ասված Հիսուս Քրիստոս մեծ եւ որբեսի հայր Աստուծո առաջ որբես հարց փառքով կանգնեցնե։ Սա ցույց կտա, որ հարությունը Քրիստոսի պետք է փոխե եւ կփոխե իմ փափակներս, իմ առաջնահերթություններս եւ իմ ուղությունս։ Այլևս ոչ թե այս աշխարհի համար գաբրիմ, այլ գաբրիմ այնպիսի զորությունով, որը երկնքի համար է։ Եվ ինչ հիմա սիրելներ, կգանքնենք թադարգ քերեզմանադան առաջ։ Քերեզմանադուն թադարգ է։ Թադարգ քերեզմանը ինձ եւ մեզի գոչ կուղեսելով, որ ինչ հիմա պիտի վեր թադարգ է, օքեյ, հիմա ինչ պետք է չմնանք։ Պիտի վերադառնանք մեր դունը, մեր կյանքին։ Հետևաբար դեսնելով թադարգ քերեզմանի որպես վկայություն Քրիստոսի հարությանը, գոչ կուղե թադարգ քերեզմանը ինձ եւ յուրաքանչյուրիս որ գնա եւ ապրիր այն զորությունով, որ դու հիմա ագանադես եղար։ Ապրիր հարուցյալ կյանքեր, ապրիր կյանքը, որ հարուցյալ Քրիստոսին պիտի փառավորե եւ այդ կյանքը քո մեջ պիտի արդացոլ է նրա փառքին, ով արժանի է անցյալ, ներկա եւ ոչ հավիտենական տարերում, ամեն եւ ամեն։ Դեր օրհնելով օրհնե մեզ եւ գրգիմ Քրիստոս հարյավ իմերելոց։ Amen. Christ is risen from the dead. مهاد الأري الإخبار يسوع قام من الأموات حقا قام من الأموات أخ بكين دير أورتني لو أورتني مس بولوريس